Բարև ձեզ սիրելի ընկերներ, փառք Աստծո, որ մենք այսօր էլ կենթանի ենք, առողջ ենք։ Կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սովորել իր դասերը, թող Աստված օրհնի մեզ եւ իր Սուրբ Հոգով ղեկավարի այս ուսումնասիրությունը, որովհետեւ մենք ճիշտ հասկանանք եւ իր շնորհքով իրագործենք մեր կյանքում։ Հիսուսի անունով խնդրեցի, ամեն։ Ինչպես գիտենք, այս երամսյակ մենք ուսումնասիրում ենք մի թեմա, որ կոչվում է միավորելով երկինքն ու երկիրը։ Եվ արդեն հասել ենք 12-րդ դասին, որը կոչվում է ապրել միմյանց հետ։ Կողոսացիների 4:6 Ձեր խոսքը միշտ թող շնորհով սահիճելու համարն է։ Ձեր խոսքը միշտ թող շնորհով, ինչպես աղով համեմված լինի, որպեսզի գիտենաք, թե ինչպես է արժան ձեզանից յուրաքանչյուրին պատասխան տալ։ Երբ մարդիկ ապրում ու աշխատում են միմյանց մոտ, նրանք բախվում են տարբեր մարտահրավերների։ Կարծիքների տարբերությունները կարող են լարվածություն առաջացնել, ինչի արդյունքում էլ վեճեր ծագել։ Որքան սերտ է հարաբերությունը, այնքան ավելի կարևոր է, որ այդ հարաբերություններում փոխադարձ համերաշխություն լինի։ Ամենասերտ հարաբերություններն իհարկե ընտանիքի ներսում են։ Տունը երբեմն անվանում են ընտանեկան ընկերություն կամ բիզնես։ Դա հետաքրքիր ուղի է նկարագրելու, թե ինչպես է գործում տունը։ Իրոք կան որոշակի նմանություններ բիզնես վարելու եւ տնային տնտեսություն վարելու միջև։ Պետք է լինի ընդհանուր համաձայնություն արժեքների, նպատակների եւ խնդիրների շուրջ։ Բոլորը պետք է հաշտ հարաբերություններ ունենան միմյանց հետ եւ լավ կատարեն իրենց համար նախատեսված դերը, որպեսզի ամեն ինչ սահուն ընթանա։ Նույն սկզբունքները կիրառելի են եկեղեցու նկատմամբ, որը ըստ էության մեծ ընտանիք է։ Եվ ուրեմն այսօրվա ուսումնասիրվող հատվածում Պողոսը ներկայացնում է կենսականորեն կարևոր սկզբունքներ, թե ինչպես է քրիստոնեական ընտանիքը լավագույնս գործում, քանի որ քրիստոնեական ընտանիքը պետք է ղեկավարվի աստվածաշնչյան սկզբունքներով, պետք է անպայման որոշակիորեն տարբերվի հռոմեական բնորոշ ընտանիքից։ Պողոսը նաև տալիս է այլ արժեքավոր սկզբունքներ, որոնք օգտակար են տարբեր սոցիալական հարաբերությունների համար, ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ դրանից դուրս։ Նոր կտակարանում ներառված են քրիստոնեական ընտանիքների համար նախատեսված մի քանի հրահանգներ։ Կարդանք Կողոսացիներ 3 գլխի 18-ից 19 համարները։ Կանայք, հնազանդ եղեք ձեր ամուսիններին, ինչպես որ վայելեի Տեր։ Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց եւ մի դառնացրեք նրանց։ Որոշ տղամարդիկ մեջբերում են. կանայք, ձեր ամուսիններին հնազանդ եղեք, եւ կանգ են առնում հենց այդտեղ։ Սակայն նկատեք կարևոր պայմանը, որ Պողոսը ավելացնում է, ինչպես վայել է Տիրոջով։ Նոր կտակարանը ոչ միտեղ չի սովորեցնում, որ կանայք պետք է հնազանդվեն իրենց բոլոր տղամարդկանց կամ որ կինը պետք է լինի ստորադաս ու ճնշված կամ էլ կուրորեն հնազանդվի ամուսնու ամեն մի քմաճույքին կամ ցանկությանը։ Պողոսի խոսքն այն է, որ կնոջ հավատարմությունը նախ Տիրոջ հանդեպ է եւ միայն դրանից հետո ամուսնու հանդեպ։ Կնոջ անհատականությունը չպետք է կուլ գնա ամուսնու կողմից եւ նա չպետք է հանդես գա որպես կնոջ խիղճ։ Այսինքն, եթե ամուսինը իր կնոջը դրդում է ստախոսության, իր կնոջը դրդում է Աստծո օրենքը խախտելու տարբեր օրենքներ, նախանձի եւ այլն եւ այլն։ Պետք է կինը հնազանդվի ամուսնուն։ Իհարկե ոչ։ Կինը պետք է հնազանդվի ամուսնուն միայն այն դեպքում, եթե ամուսնու կամքը չի հակառակում Աստծո կամքին։ Քրիստոսի սերը եկեղեցու հանդեպ, երբ իրեն զոհաբերեց նրա համար, ցույց է տալիս, թե ինչպես պետք է ամուսինները սիրեն իրենց կանանց։ Եփեսացիներ 5:25 Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար։ Այսինքն,
ինքնազոհաբերաբար սիրեք ձեր կանանց։ Նրանք հավատարիմ կլինեն անկախ նրանից, թե ինչ գին են վճարում, նրանք կընդունեն որոշումներ, որոնք կբխեն կնոջ լավագույն շահերից, թեև սովորաբար այդ շահերը պետք է համընկնեն։ Նման սերը կնոջ համար հեշտացնում է Աստծո պատվիրանին հնազանդվելը, իր ամուսնուն հարգելը։ Առողջ քրիստոնեական ամուսնությունը բնութագրվում է փոխադարձ ըմբռնողությամբ, որպես զույգ միմյանց հետ խորհրդակցելով, միասին մտածելով և որոշումներ կայացնելով։ Երբեմն, երբ որոշումներ լուրջ հետևանքներ պետք է ունենան ամբողջ ընտանիքի համար, տեղին է երեխաներին ևս ներգրավել այդ քննարկումներում։ Սակայն ծնողները երբեք չպետք է վիճեն նրանց ներկայությամբ։ Նման գործընթացից հետո, եթե ամուսինն ու կինը չեն կարողանում համաձայնության գալ, խաղաղության աստվածաշրջան ճանապարհն այն է, որ կինը զիջի ամուսնու դատողությանը պայմանով, որ դա չի խախտում Աստծո խոսքը։ Միայն այն դեպքում, երբ դա չի խախտում Աստծո խոսքը։ Միևնույն ժամանակ ամուսինների մեծ մասը, եթե ոչ բոլորը, կարող են հիշել դեպքեր, երբ ուրախ էին, որ լսել են իրենց կանանց և ընդունել նրանց խորհուրդները։ Ամուսինն ու կինը որքան շատ աշխատեն միասին որպես թիմ, այնքան ավելի երջանիկ կլինի ամուսնությունը, այլ ոչ թե ամեն մեկը իր կողմնակաշում։ Շատ տղամարդիկ սիրում են աստվածներ լինել իրենց ընտանիքներում, իմ խոսքն է, ես եմ այստեղ Տեր եւ այլն եւ այլն։ Բայց առաջինը յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի Աստված։ Եթե տղամարդու կյանքում առաջին Աստված է, կնոջը շատ հեշտ կլինի հարգել եւ հնազանդվել իր ամուսնուն։ Բայց եթե ամուսինը պահանջում է անվերապահորեն հնազանդվել միայն իրեն, կապ չունի իր կամքը համընկնում է Աստծո կամքի հետ, թե ոչ, դա արդեն սխալ է։ Երեխաները կարևոր դեր ունեն ընտանեկան ընկերակցությունում։ Նրանք պետք է իմանան, որ սիրված ու գնահատված են որպես ընտանիքի անդամներ եւ երկնային թագավորության քաղաքացիներ։ Ընտանեկան երկրպագության ծառայությունը կարևոր է, պարզ, բայց կանոնավոր առավոտյան եւ երեկոյան։ Վաղ տարիքից երեխաները կարող են սկսել օգնել տան մաքրության եւ այլ պարտականությունների հարցում, այսինքն սովորեցնել իրենց պատասխանատու մարդիկ մեծանալ։ Ամենակարևորը նրանք պետք է հետևեն Պողոսի պատվիրանին։ Կողոսացիներ 3:20 Զավակներ, ձեր ծնողներին ամեն բանում հնազանդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։ Նորից, այստեղ որ գրած է ամեն բանում, դա չի նշանակում, որ ծնողը ասել է սուտ խոսա, գողացիր եւ այլն եւ ինքը հնազանդվել է, ոչ։ Եթե ծնողի ասածը համընկնում է Աստծո կամքի հետ, այո, պիտի հնազանդվի։ Եթե չի համընկնում, հակասում է, ոչ, չպետք է հնազանդվի։ Առակներ 22:6-15 Առաջինը 6-ը երիտասարդը դաստիարակվում է ըստ իր ընտրած ճանապարհի եւ հեծելիության ժամանակ էլ չի հեռանում դրանից։ 15 համար անմտությունը բորբոքված է երիտասարդի սրտում, ուրեմն գավազանը եւ խրատը հեռու են նրանից։ Մատթեոս 19:14 Հիսուս ասաց. «Թույլ տվեք այդ մանուկներին եւ մի արգելեք, որ նրանք ինձ մոտ գան, որտեղ երկնքի արքայությունը այդպիսիներին է»։ Ոչ թե երեխաներ լինեն արհամարված, նրանք առաջին տեղն են գրավում Աստծո մոտ։ Երկրորդ Օրինաց 6:6 Այս պատգամները, որ այսօր հաղորդում եմ քեզ, կպահես մտքիդ ու հոգուդ մեջ, դրանք կհաղորդես քո որդիներին եւ դրանց մասին կխոսես, երբ տանը նստած ես, ճանապարհին գնալիս, պառկելիս ու վեր կենալիս։ Առակներ 1:8 Լսիր որդի աքորդ խրատը եւ մի մեժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհիվ պսակ կրես քո գլխին եւ ոսկի մանյակ քո պարանոցին։ Եթե երեխաներին ճիշտ դաստիարակեն Տիրոջ համար եւ խրատով եւ օրինակով, նրանք օրհնություն կլինեն ընտանիքի, եկեղեցու եւ աշխարհի համար։ Պողոսի հորդորը ծնողներին, ինչպես նաեւ ամուսիններին ու կանանց հավասարակշռված ու փոխադարձ է. հայրեր, ձեր զավակներին մի զայրացրեք,
որ չվհատվեն։ Ինչպես կարող է ծնողը զայրացնել իր զավակին մեծամտությամբ, գորալով երեխայի վրա կամ շահագործելով կամ նրան վերաբերվելով կոպիտ ձևով, հրամայելով, այլ ոչ թե հորդորելով։ Շատ ուշադիր պիտի լինենք, երբ որ մեր երեխաների հետ շփվում ենք, որտեղ իրանք շատ նուրբ հոգի ունեն, իրանք շատ շուտ կոտրվում են, անկախ նրանից տղա է դա թե աղջիկ, եւ նրանք նուրբ ծաղիկի պես են եւ պետք չի տրորել այդ նուրբ ծաղիկները, այլ նրբությամբ եւ զգուշությամբ մեծացնել եւ հոգալ նրանց մասին։ Այն, թե ինչպես են ծնողները, հատկապես հայրը շփվում եւ կարգապահության սովորեցնում երեխաներին, խորապես ազդում է նրանց հոգեվոր դաստիարակության վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ երկու ծնողներն էլ հաճախում են եկեղեցի, երեխաների ավելի մեծ տոկոսն է մնում եկեղեցու հետևորդ այն դեպքերի համեմատ, երբ միայն մեկ ծնողն է հաճախում։ Ավելի զարմանալի է, որ հոր կանոնավոր եկեղեցի հաճախելը նույնիսկ ավելի քան մոր նշանակում է, որ ավելի շատ երեխաներ են մեծահասակ դառնալով մնում եկեղեցում։ Այդքան կարևոր է հոգևոր հայր ունենալը։ Հետևաբար չի կարելի թերագնահատել հոր դերը երեխաների հոգևոր ձևավորման գործում։ Ահա թե ինչու որքան կարևոր է, որ հայրերը լուրջ վերաբերվեն իրենց դերին, այլ ոչ թե լինեն եսասեր։ Ոչ բոլոր հայրերն են մեղմ ասած օրինակելի կերպար եղել իրենց երեխաների համար։ Ցավոք։ Կարդանք Կողոսացիս 3:22-25 Ծառաներ, ամեն ինչում հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին, ոչ թե մարդը հաճո կերպով ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ երկյուղ կրելով Տիրոջից։ Ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում եւ ոչ թե մարդկանց համար։ Իմացեք, որ Տիրոջից պիտի ստանաք ձեր ժառանգության հատուցումը, քանզի Տեր Քրիստոսին եք ծառայում։ Իսկ անիրավը պիտի պատժվի իր աներավության, քանի որ Աստծո առաջ աչառություն չկա։ Կողոսացիս 4:1 Տերեր ծառաների հետ վարվեցեք ուղղամտությամբ եւ արդարությամբ։ Իմացեք, որ դուք էլ Տեր ունեք երկնքում։ Տեքստը ասում է ոչ թե մարդահաճո կերպով, այսինքն ոչ թե սապոնվելով մարդուն, այլ սրտանց, ուրախությամբ, սիրով, եւ այդ սերը կստեղծի փոխադարձ սեր Տիրոջ կողմից, փոխադարձ հարգանք։ Այսօր մարդիկ սրբության մասին խոսելիս փորձում են Աստվածաշնչի որոշ խորհուրդներ ու հրահանգներ համարել հնացած կամ նույնիսկ ամբողջովին մերժել Սուրբ Գիրքը։ Սակայն այս մոտեցումը գրեթե անտեսում է հին կտակարանի եւ նոր կտակարանի եկեղեցու պատմական համատեքստերը։ Մարդիկ ստեղծված են Աստծո պատկերով եւ ինչպես Աստծո բոլոր բանական արարածները նախատեսված են ազատության համար։ Մովսեսին տրված օրենքները արգելում էին իսրայելացիներին լինել հավիտենական ստրուկներ։ Բա օրինաց 15:12 Եթե եբրայեցի քո եղբայրը կամ եբրայեցի մի կին վաճառվի քեզ, ապա 6 տարի նա թող ծառայի քեզ, իսկ 7-րդ տարում նրան ազատ կարձակես քեզնից։ Եվ 6 տարին սահմանում էին որպես ծառայության առավելագույն ժամկետ ֆինանսական պարտքը մարելու համար։ Որտեղից էր այդ պարտքը։ Այսինքն այն ժամանակ չկար այսքան աշխատատեղեր, տարբեր բաներ, մարդիկ կախված էին իրենց հողը մշակելուց կամ միգուցե արհեստ ունեին ինչ-որ։ Եվ երբ որ մարդը կարող է դժբախտություն պատահած լինի, ոչ աշխատունակ դարձած լինի կամ ուղղակի ծուրության պատճառով, ոչ լավ աշխատանքի պատճառով ընկնի պարտքերի մեջ, ասենք թե հողը լավ չի մշակում, ալարում է եւ հողը լավ բերք չի տալիս, չի ցանում ժամանակին ճիշտ բաներ չի անում
Եվ հետո մնում է սոված, ինչ պիտի անի, պիտի գնա պարտքով վերցնի մեկից։ Եվ երբ որ չի կարողանում իր պարտքը հետ տալ, ինչ է լինում։ Ստիպված գնում է այդ մարդու համար աշխատում է, որպեսզի այդ պարտքը փակվի։ Եվ եբրայեցիները իրենք Եգիպտոսում ստրուկ էին եղել եւ լավ գիտեին, թե դա ինչ կարգավիճակ է։ Եվ կապ չուներ, Աստված օրենքներ տվեց, որպեսզի պաշտպանի ծառաների կամ ստրուկների կարգավիճակը, իրավունքները։ Ուրեմն կապ չուներ պարտքի չափը։ Այդ մարդը 6 տարի աշխատելուց հետո պետք է 7-րդ տարին ազատ արձակվեր։ Եվ այդ 6 տարին էլ կարծում եմ պիտի որ սորեցրած լինի այդ մարդուն լավ աշխատել, ջանասեր աշխատել, եւ երբ որ ինքը արդեն գնա, արդեն իր հողի վրա ջանասեր կաշխատի։ Այսինքն դրանում ոչ մի վատ բան չկար։ Վատը այն է, երբ որ իրավունքներ ես խախտում մարդու։ Երբ որ նրան վերաբերվում ես վատ, որովհետև շատ տերեր իրենց ստրուկներին կամ ծառաներին վերաբերվել են որպես ծնողներ, որպես եթե ջահել է եղել, կամ որպես եղբայրներ եւ քույրեր, եթե ջահել չեն եղել։ Այսինքն նրանց մասին հոգ տանելով, նրանց մասին հոգ տանելով ինչպես իր ընտանիքի անձի մասին։ Աստվածաշ ուրեմն ելք կարդանք 21:1-6 համարները։ Եթե գնես եբրայեցի մի ստրուկ 6 տարի նա թող ծառայի քեզ եւ 7-րդ տարում առանց փրկագնի ազատ թող արձակվի։ Եթե նա միայնակ է տունդ մտել, միայնակ էլ թող գնա։ Իսկ եթե իր կնոջ հետ է մտել, կինն էլ թող գնա նրա հետ։ Եթե իր տերը նրան կին տա եւ կինը նրա համար տղաներ եւ աղջիկներ ծնի, ապա կինն ու զավակները թող պատկանեն նրա տիրոջից, նա թող գնա միայնակ։ Եթե ստրուկն առարկելով ասի, թե սիրեցի իմ տիրոջը, իմ կնոջն, իմ զավակներին եւ ազատություն չեմ ուզում, ապա նրա տերը նրան թող կանեցնի Աստծո ատյանին, այնուհետև բերի իր տան դրան սեմի մոտ, հերյունով ծակի նրա կանջը եւ նա նրան թող ծառայի ցմահ։ Այսինքն այս մարդը այնքան լավ է վերաբերվում, իրանք արդեն կարծես մի ընտանիք են տարել եւ այդ մարդը ասում է ես չեմ ուզում բաժանվել այս մարդուց։ Այնքան է կապվել այդ մարդու հետ, այնքան լավ է իրանց հարաբերությունները։ Ուրեմն չարիքը ոչ թե ծառայության մեջ էր, այլ չարիքը վերաբերմունքի մեջ է, երբ որ նորմալ չեն վերաբերվում։ Եվ եթե վերցնենք եւ համեմատենք հիմիկվա աշխատանքի հետ, դա նույն ստրկությունն է, նույն ծառայությունն է, տարբերությամբ նրա, որ այն մարդիկ ձրի ունեին, այսինքն ստրուկները ունեին ձրի ուտելիք, ձրի հագնելիք, ձրի մնալու տեղ, բայց այսօր մարդիկ առավոտից իրիգուն աշխատում են, նույնպես ծառայում են, որպեսզի վճարեն իրենց տան համար, իրենց ուտելիքի համար եւ իրենց հագնելիքի համար։ Եվ հաճախ այնքան շատ երկրներում այնքան մինիմալ փող են տալիս, որ այդ փողը չի հերիքում նույնիսկ հանապազորյա հացի համար, ուր մնաց թե մնացածի համար։ Այսինքն, եթե վերցնենք եւ համեմատենք, եթե մեկը ունի այնպիսի մի տեր, որ արդեն ընտանիքի անդամի պես էր այդ մարդու հետ, եւ ոչ մի նեղություն չէր քաշում, այլ սիրով էր մնում այդ տան մեջ, որտեղ մի ընտանիքի պես էին, չէ՞ որ ընտանիքում էլ մարդիկ ծառայում են իրար, ոչ մի խնդրեմ չկա։ Եվ համեմատենք այս մարդու վիճակը այն մարդավիլ լավ վիճակում է, որտեղ ոչ մեկ իրեն չի ստորացնում, որտեղ ինչպես ընտանիքի անդամ է արդեն դարձել։ Իսկ այստեղ այս մարդը կարծես թե ազատ է, բայց ստրուկի պես է, ստիպված է առավոտից իրիգուն աշխատել, որ տան վարձ տա, որ լույսի փող տա, որ գազի փող տա, որ իր հագուստ առնի, որ իր ուտելիք ուտի, այսինքն հանապազորյա հացը վաստակի։
Ղևտացոց 25-39-43 Եթե քեզ մոտ ապրող եղբայրը աղքատանա եւ քեզ վաճառվի որպես ծառայապատ, թող քեզ ստրուկի ծառայությամբ չծառայի, նա իբրև վարձկան, իբրև պանդուխ թող լինի քեզ մոտ եւ աշխատի մինչեւ ազատագրման տարին։ Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի եւ վերադառնա իր ցեղի մոտ, թող գնա իր հայրենի կալվածը։ Իմ ծառաներն են նրանք, որոնց ես հանել եմ Եգիպտացիների երկրից, դրա համար նրանք իբրև ստրուկ չեն վաճառվելու։ Չարչարանքով չպիտի տանջես նրան, երկնչիր քո Տեր Աստծուց։ Այսքան սխալ բան չկա ծառապայելու մեջ։ Սխալը նրանումն է, որ տանջում ես քո ծառային, որ նեղացնում ես քո ծառային, որ նորմալ չես վերաբերում քո ծառային, որ չես հարգում քո ծառային։ Եվ արդարությամբ չես վարձատրում նրա գործը։ Սա է խնդրեմ։ Երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կար ստրկատիրությունը եւ մեծամասամբ սևերն էին ստրուկ, հարցը նրանում էր, որ նրանց շատ դաժան էին վերաբերվում, շատ դաժան, եւ շատ հավատացյալ սպիտակներ, ովքեր փող ունեին, գնում էին այդ ստրուկներին, տեսեք, իսկ Աստված ասում է իրավունք չունես իրենց վաճառելու ուրիշին, եւ ազատ էին արձակում այդ մարդկանց եւ այնքան պայքարեցին մինչեւ որ ազատություն տրվեց ստրուկներին, բայց այսօրվա նորից, այսօրվա կյանքին որ նայենք, ինչքան շատ մարդիկ կան, ովքեր առավոտից իրիկուն աշխատում են, որպեսզի իրենց հանապազօրյա հացը վաստակեն։ Իհարկե Աստված ասել է, որ 6 օր աշխատիր եւ 7-րդ օրը հանգստացիր։ Եվ աշխատանքը ինքը իրենով խնդրեմ չի, աշխատանքը օրհնություն է։ Բայց երբ որ մարդուն ստորացնում են, երբ որ մարդուն նորմալ չեն վերաբերվում, երբ որ մարդուն շահագործում են, կոպտում են, դա արդեն խնդրեմ է դառնում։ Այսինքն կապ ունի հարաբերությունները մարդկանց մեջ։ Աստվածաշունչում նկարագրված ստրկությունը, որքան էլ այն տհաճ լինի մեր ժամանակակից ընկալման համար, նման չէ ստրկության այն գարշելի պրակտիկային, որ եղել է արևմտյան աշխարհում, ինչը մարդկության դեմ ուղղված անեծք եւ սարսափելի հանցագործություն է։ Այո, որտեվ սարսափելի տանջանք էին ենթարկում ստրուկներին եւ նրանց մարդ չէին համարում, ընդհանրապես առարկա ապրանք էին համարում։ Եվ այսօր կան երկրներ, օրինական ստրկություն չկա, բայց խաբեություն կա սարսափելի, այսինքն մարդուն վարձում են, մի շաբաթով ուզում ենք քեզ ստուգենք, հետո տենանք, որ լավ է, այն ժամանակ կընդունենք, մի շաբաթ անցնում այս մարդը ձրի է աշխատում, ոչ մի կոպեկ չեն տալիս, եւ հետո ասում է լավ գնա, երբ որ պետք լինի ես քեզ կկանչեմ։ Եվ չի կանչում, այլ ուրիշին է խաբում, բերում է էլի մի շաբաթ ձրի աշխատացնում է եւ այդպես շարունակ։ Այսինքն եւ իրեն համարում շատ խելացի, որ կարող է խաբի մարդկանց, դա խելացություն չի, դա խղճի բացակայություն է, դա անխղճություն է, այդքան բան։ Ոչ մի խելք դրա համար պետք չի։ Եվ իհարկե միայն պետք են միամիտ մարդիկ, որ հավատում են։ Ուրեմն նոր կտակարանի ժամանակներում եկեղեցին ստիպված էր գործել հռոմեական օրենքների շրջանակներում, որոնք թույլ էին տալիս ստրկատիրությունը, սակայն ինչպես նշում է Քլինթոն Ուոլենը, ի տարբերություն ժամանակակից ստրկության ձևերի, հռոմեական օրենքը ստրուկներին տրամադրում էր զգալի իրավունքներ եւ հնարավորություններ, եւ այդ պրակտիկայի դեմ պայքարելը կարող էր վտանգել ավետարանի տարածումը։ Իրականում եկեղեցու ներսում, ի տարբերություն հռոմեական կայսրությունում տիրող ընդհանուր իրավիճակի, ստրուկի առաջնային պարտավորությունը տիրոջ հանդեպ էր։ Տերերին հանձնարարվում էր արդար վերաբերվել իրենց ստրուկներին, գիտենալով, որ դուք էլ տեր ունեք երկնքում։ Ավելին, Պողոսը Փիլիմոնին հորդորում էր Օնեսիմոսին այլևս չվերաբերվել որպես ստրուկի, այլ որպես եղբոր։ Իրականում ինչպես հին, այնպես էլ նոր կտակարաններում հավատացյալները կոչվում են Աստծո ստրուկներ կամ ծառաներ, որը ոչ մի բանով չի նեղացնում մարդուն, դա պատիվ է Աստծո ծառա լինելը։
Նույնիսկ եթե մեզ դուր չեն գալիս մշակութային այն հանգամանքները, որոնցում գրվել են Աստվածաշնչի որոշ հատվածներ, այնուամենայնիվ պետք է ընդունենք հենց տեքստի հեղինակությունը, հակառակ դեպքում մենք մեզ եւ մեր մշակույթը վեր ենք դնում Աստվածաշնչից։ Լավագույն տարբերակն այն է, որ ուսումնասիրենք այն ամենը, ինչ Աստվածաշունչն ասում է տվյալ թեմայի վերաբերյալ, նախքան եզրակացություններ անելը։ Ուրեմն ամենակարևոր դասը այստեղ ինչ էր։ Ասում է, որ ծառայեք, այսինքն աշխատեք, կապ չունի, այլ աշխատում ենք։ Նորից աշխատանքը ծառայություն է։ Ուրեմն ոչ թե մարդ աճոկերպով, ցուցադրական ծառայությամբ, այլ սրտի անկեղծությամբ, երկյուղ կրելով Տիրոջից, այնպես աշխատեք, ինչ որ անեք, արեք սրտանց, որպես թե Տիրոջ համար եք անում եւ ոչ թե մարդկանց համար։ Ես ինքս թարգմանիչ եմ աշխատում եւ տնից երեկոյան եմ աշխատում, որտեղ առավոտյան պետք է տան գործերը արվի, ընտանիքի համար եփվի, թափվի, մաքրվի եւ այլն։ Եվ հետո երեկոյան նոր ժամը 5-ից մինչև 11:30 կարող եմ տնից on-line աշխատել եւ թարգմանել մարդկանց համար։ Եվ իհարկե հոգնած եմ լինում, մանավանդ երբ որ 10-ից արդեն անցնում է ժամը։ Բայց երբ որ զանգը գալիս եւ դու գիտես, այս մարդը կարիքի մեջ է, իր խնդրեմը պիտի լուծվի, արդեն չպիտի հաշվի առնես, որ դու հոգնած ես կամ ինչ որ բան է։ Այսինքն դու պետք է քեզ դնես այդ մարդու տեղը եւ օգնես նրան, որովհետեւ այդ մարդու, եթե բժիշկների համար ես աշխատում, այդ մարդու կյանքն է կախված, առողջությունն է կախված քո թարգմանությունից։ Եթե փաստաբանների համար ես թարգմանում նորից, այդ մարդու ճակատագիրն է կախված քեզանից, մի հատ սխալ թարգմանություն եւ այդ մարդու ճակատագիրը կարող է շատ սխալ լինել, շատ վատ գնալ։ Եվ առօրյա հարցերում, ուրիշ հարցերում էլ նույնպես։ Այսինքն մարդ պետք է իրեն դնի այն մյուսի տեղը։ Օրինակ եմ ուզում վերեմ, ինչ է նշանակում, որ ինչպես Տիրոջ համար ես անում։ Այսինքն ես վճարվում եմ ժամով։ Կապ չունի թե ժամի ընթացքում ինչքան զանգ է եկել, ինչքան եմ թարգմանել, ժամական նույն փողն է։ Եվ ըստ աշխարհիկ մտածելակերպի մարդիկ փորձում են իրենց հեշտացնել, այսինքն ինչքան շուտ բրծնեն, այնքան լավ, գլխից ռադանեն եւ վերջ, մեկա նույն փողն է։ Բայց երբ որ մարդ սրտանց է անում, ինչպես Տիրոջ համար, դրա մասին ինքը չի մտածում։ Մի օր 8 ժամի զանգ էր եկել, այս մարդը դորդաշի հետ էր աշխատում, այսինքն որ մարդիկ առաքում պատվեր են տալիս մարդիկ ուտելիք եւ իրանք պետք է հասցնեն այդ մարդկանց։ Այս մարդու այս վարորդի մոտ ինչ որ թյուրիմացություն էր տեղի ունեցել, իր հաշիվը փակել են եւ մա զանգում է, խնդրում է որ մի բան անեն, հաշիվը բացեն, որտեղ ինքը իր հանապոզորյա հացն է վաստակում դրանով։ Եվ փառք Աստծո այն մյուս կողմն էլ շատ լավ կին էր, բարի կին էր, սրտացավ։ Եվ մի անգամ արդեն քանի որ անգլերեն չգիտի այդ մարդը, մի անգամ արդեն փորձել էր ձևաթուղթը լրացնել եւ ուղարկել, բայց չէր օգնել, որտեվ ասում է ես անգլերեն լավ չգիտեմ եւ չգիտեի ինչ նշել։ Եվ այս կինը ասեց ես մինչև վերջ կմնամ, օգնեմ քեզ այդ ձևաթուղթը լրացնես։ Ասեց նայեք, ստեղ 19 կետ կա, ես չգիտեմ որը պետք է նշեմ, բայց ես անգլերեն էլ կարդալ չգիտեմ որ կարդամ, դուք ինչ չեք հասկանա որ կարդամ։ Եվ ես խնդրեցի այդ կնոջը ասի թույլ կտակ, որ ինքը կարդա, ես կփորձեմ հասկանալ թե ինչ է ինքը կարդում։ Եվ այդ մարդը կարդաց ամբողջ 19 կետերը, փառք Աստծո ես հասկացա, եւ մենք իրեն ասինք, որը նշի, իրեն ասեց այդ կինը, որը նշի, որ ճիշտ լինի։ Եվ հետո ինքը պիտի նկարագրեր անգլերեն, թե ինչ է պատահել, այդ թյուրիմացությունը ոնց է եղել։ Եվ նորից դժվար է այս մարդու համար, ասեց լավ, երկար ժամանակ կտևի,
Երևի ադբոյ տամ, որտեվ պիտի դնեմ թարգմանչի մեջ, այսքան այդ Google Translate-ը։ Եվ այդտեղով, բայց ես աղջիկ ասեց չէ, ես կմնամ գծի մեջ, դուք դրեք, հետո կարդացեք, տեսնենք նորմալ է հնչում, թե ոչ։ Եվ այս մարդը դրեց, կարդաց, մենք սպասեցինք, եւ որոշ տեղերում ինքը երբ որ հայերեն արտահայտվել էր, անգլերենը այդքան ճիշտ չէր եղել, եւ ես իրան հուշեցի, թե ինչպես ասի հայերենը, որտեվ ես ինքս անգլերեն չի կարել, այսքան կարող է իրեն թելադրել, թե ոնց գրի, բայց ինքը չէր կարող գրել։ Եվ ուրեմն այդ խոսակցությունը տևեց համարյա ժամ ու կես։ Իհարկե ես հոգնած եմ, եւ այն աղջիկն էլ էր հոգնած։ Բայց քանի որ այս մարդու հանապազորյա հացն էր կախված, ես չգիտեի ինքը հավատացյալ է, հավատացյալ չի կամ ով է, ինչ է, աթեիստ է, մարդ է, որի համար Հիսուսն է մեռել, որը կարիք ունի հանապազորյա հացի։ Եվ իմ նպատակն էր, եւ այն կնոջ նպատակն էր, որ մենք օգնենք այս մարդուն։ Կապ չունի մենք հոգնած ենք թե ոչ։ Եվ մինչև վերջ, մինչև ինքը հանձնեց եւ ասեց, գիտեք, 3-ից 10 օր կտևի, մինչև պատասխան ստանալ։ Եվ ասма, բայց ես այստեղ նշում եմ, որ ինչքան հնարավոր է արագ անել։ Եվ այդ մարդը այնքան շնորհակալ էր։ Եվ շատ մեծ ուրախությամբ, այսինքն այսին հույս ուներ, որ իր հարցը լուծվելու է։ Եվ շատ ուրախ էր, որ ոչ թե անտարբերության հանդիպեց, այլ սրտացավության հանդիպեց։ Այսինքն մենք բոլորս մարդ ենք եւ մենք պետք է իրար դրության մեջ մտնենք, ոչ թե փորձենք մեր գործը հեշտացնել, այլ փորձենք օգնել մարդկանց, թեև դա հոգնեցուցիչ է մեր համար։ Դա օրինակ էր ուղղակի, փառքը պատկանում է Աստծուն, որտեվ ամեն անգամ գործից առաջ ես շնորհակալ եմ լինում Աստծուց, որ այդպիսի օրհնյալ գործ է տվել, որ ես կարող եմ մարդկանց օգնել։ Եվ ես կարող եմ իրենց հասկանալ, որտեվ ես ինքս եմ իմ հանապազորյա հացը վաստակում։ Ես չեմ կարող ամեն իմ ուզած ժամանակ արձակուրդ վերցնեմ, որտեվ եթե ես վերցնեմ, ես չեմ կարող իմ տան փողը տալ, լույսի փողը, ուտելիքի փողը եւ այլն եւ այլն։ Այսինքն ես լրիվ հասկանում եմ այդ մարդու վիճակը։ Եվ իհարկե այն մյուսքինն էլ, որտեվ մեծամասնությունը հենց այդ վիճակում էլ գտնվում են։ Եվ սա մի փոքր օրինակ է, թե ինչ է նշանակում գործ անել Տիրոջ համար։ Կապ չունի, թե ով է մյուս կողմում, նա քո օգնության կարիք ունի։ Եվ մենք պետք է ձգտենք մեր ուժերի վերին չափով օգնել այդ մարդուն։ Եվ իհարկե Աստված է փառավորվում այդ դեպքում։ Կողոսացիներ 4, 2-ից 4 համարները, հաճախ աղոթեցեք, աղոթքի մեջ արթուն մնալով գոհությամբ։ Միաժամանակ աղոթեցեք եւ մեզ համար, որպեսզի Աստված բացի մեր առաջ խոսքի դուռը, հայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար էլ կապանքների մեջ եմ, որպեսզի հայտնի դարձնեմ նրան խոսելով այնպես, ինչպես որ պետք է խոսեմ։ Տեսեք, Պողոսը ինքնավստահ չէր։ Պողոսը ինքը մեծ կրթություն ուներ, ինքը արդեն մեծ փորձ ուներ ավետարանչության մեջ, եւ չի ասում, ես մեծ փորձառություն եմ, ես ամեն չի ասում աղոթեք, որ ես ճիշտ ներկայացնեմ, որտեվ ամեն մարդու նույն ձևի չես կարա ներկայացնես։ Ավետարանը, որտեվ խոնար էր Պողոսը, հասկանում էր, որ հաջողությունը կախված է Աստծուց, դրա համար է խնդրում, որ իր համար աղոթեն։ Ամենակարևոր խոսքերից մի քանիսը, որ կարող ենք ասել նրան, ով պայքարում է տարբեր խնդիրների դեմ, ընտանեկան, առողջական, դրամական, թե որևէ այլ բան, հետևյալն է՝ ես աղոթում եմ քեզ համար։ Սա երկնքի կողմից ընտրված կապի ու փոխազդեցության միջոցն է։ Աստծո ծրագրի մի մասն է հավատքով աղոթքին ի պատասխան մեզ տալ այն, ինչ նա չէր պարգևի, եթե մենք այդպես չխնդրեինք։ Էլեն Ուայթ, մեծ պայքար։ Երբ որ մենք խնդրում ենք եւ պատասխան ստանում ենք, մեր վստահությունը աճում է Աստծո հանդեպ։ Նկատի առնենք Պողոսի կողմից օգտագործվող աղոթքի ազդեցիկ նկարագրությունները, մշտապես աղոթեցեք,
եւ գոհունակությամբ արթունկացեք նրա մեջ, այսպես նա ազդարում է, որ սա հավատքի աղոթք է։ Նա մեզ ասում է, որ աղոթենք ամեն ժամ եւ անդադար։ Ամենազարմանալին այն է, որ թեև չգիտենք, թե ինչպես պետք է աղոթենք, բայց հոգին ինքը անմռունչ հառաչանքներով բարեխոս է լինում մեզ համար։ Կողոսացնի 4:3 միաժամանակ աղոթեցեք եւ մեզ համար, որպեսզի Աստված բացի մեր առաջ խոսքի դուռը հայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար կապանքների մեջ է։ Էական է, որ Պողոսն աղոթում էր նաև ճիշտ խոսքեր ասելու համար։ Երբեմն, երբ կարդում ենք նրա նամակները կամ նրա զրույցները գործ կառաքելուց գրքում, պատկերացնում ենք, որ առաքյալը միշտ վերջախոս էր, առանց որևէ կասկածելու, թե ինչ պետք է ասի, բայց այստեղ նա խնդրում է աղոթել, որ կարողանա հռչակել լուրը ինչպես արժան է, որտեղ Պողոսը շատ լավ գիտեր խոսքի ուժը։ Նա նաև օգտագործում է մի շատ կարևոր հունարեն բառ՝ «դեյ», հատվածի վերջին արտահայտությունում, որը կարող է թարգմանվել այսպես, որպեսզի հայտնեմ այն խոսքերով, ինչը ցույց է տալիս ավետարանը հռչակելու աշխատանքի աստվածային անհրաժեշտությունը։ Նա գիտակցում էր պատգամը կամ լուրը հռոմեական կառավարության բարձրագույն մակարդակներին, ներառյալ Կեսարի ընտանիքին, ներկայացնելու կարևորությունը։ Եվ Էլեն Ուայթը ապաքինման ծառայություն գրքում գրում է. անչափ գեղեցիկ խոսքեր աղոթքի մասին, միշտ չէ, որ պարտադիր է ծնկի գալ աղոթելու համար։ Սովորություն ձևավորեք խոսել փրկչի հետ, երբ մենակ եք, երբ քայլում եք կամ զբաղված եք ձեր ամենօրյա աշխատանքով։ Թող ձեր սիրտը մշտապես լռությամբ երկինք առնի, օգնության, լույսի ուժի ու գիտելիքի խնդրանքով։ Թող ամեն շնչառություն աղոթք լինի։ Շատ գեղեցիկ խոսքեր են։ Եվ աղոթքի վերաբերյալ ուզում եմ մի օրինակ բերել, երբ որ 24 թվականի դեկտեմբերին ես շտապ օգնություն եղա, 1 հոկտեմբերին, 1 դեկտեմբերին, 2 անգամ։ Եվ ես ունեի ապահովագրություն բժշկական, որի համար վճարում էի, դա պետական ապահովագրություն չէր, եւ ապահովագրությունը դա մի համաձայնագիր է, որ իրենք ասում են մենք կփակենք այսինչ դեպքերում, այսինչ ծառայությունները, եւ այնտեղ գրած էր, որ այսինքն իրենք ունեն ցանց, համացանց բժիշկների եւ հիվանդանոցների, որոնք իրենց հետ են համագործակցում։ Եվ եթե ասում են, եթե դու գնում ես ուրիշի մոտ, մենք չենք փակի, կամ ավելի քիչ տոկոսով կփակենք։ Եվ այնպես էր պատահել, որ ես գնացի մոտիկ շտապ օգնությունը, որտեղ սա 5 րոպեվա մոտիկ հիվանդանոցը, որտեղ սա 5 րոպե էր մեր տնից, իսկ այն, որ ապահովագրության հետ էր 20 րոպե այն կողմ էր, 25 րոպե քշելով։ Եվ հետո երբ որ հայցը ուղարկեց հիվանդանոց, իրանք ասացին մենք չենք վճարում, որովհետև այն հիվանդանոցում չի եղել, որոնց հետ մենք ունենք կոնտրակտ։ Եվ այստեղ պրոբլեմ առաջացավ, իսկ ով պիտի փակի փողը, որտեղ ըստ ապահովագրության 85%-ը փակելու են իրենք, 15%-ը ես։ Եվ սկսեցի աղոթել եւ խնդրեցի 2 հոգեվոր քրոջ, որ աղոթեն այս հարցով։ Եվ երբ որ զանգում է իրենց, իրանք ասում են մենք մերժում ենք վճարել, այսինքն ապահովագրությունը, որտեղ ճիշտ տեղ չես գնացել։ Եվ հետո աղոթում էինք այս մասին, եւ մի օր կիսվեցի իմ մեծ տղայի հետ, որը աշխատում է իրավաբանական վայրում, եւ ասեցի ինչ խորհուրդ կտաս այս հարցով, եւ ինքը փորել էր եւ գտել էր մի օրենք, որ արդեն 2022 թվականի հունվարին ուժի մեջ էր մտել, որը կոչվում էր Surprise Act, եւ պաշտպանում է հիվանդին այդ դեպքերում հենց միայն շտապօգնության համար, որ շտապօգնությունը կարելի է գնալ ամենամոտիկ տեղը եւ յուրաքանչյուր ապահովագրություն պարտավոր է փակել, այսինքն վճարել դրա համար, որտեղ սա շտապ օգնություն է։ Եվ ինձ ասեց, որ չվճարես,
քո 15%-ից ավել չվճարես, իրավունք չունեն քեզնից ուզելու 15%-ից ավել։ Եվ եթե նույնիսկ ապահովագրությունը չի վճարել։ Իհարկե, սա շատ պրոբլեմատիկ դարձավ, երբ որ ես այնց ասի, 15%-ից ավել չեմ տա, որտեղ այսպիսի օրենք կա։ Այսինքն, աղոթելով Աստծուն մենք պետք է նաև անենք մեր մասը, չզլանանք։ Եվ այդպես մի տարի ձգվեց այս գործը։ Նրանք վախենում էին ուղարկել, որտեղ ես իրանց ասել էի օրենքը ինձ է պաշտպանում, ես չեմ տա ձեզ այդ 10,000-ը, որտեղ այդ երկու այցը բռնել էր $10,000։ Եվ ոչ ունեմ, ոչ էլ կտամ ձեզ, որտեղ օրենքը ինձ պաշտպանում է։ Եվ այդպես աղոթեցին այս քույրերը։ Իրանք ինձ հույս էին տալ եւ ասում են, դες դու մի կոպեկ չես տալու։ Ես չէի հավատում։ Նույնիսկ չէի հավատում, որ այդ հարցը դրական լուծում կստանա եւ ես ընդհանրապես ստիպված կլինեմ 15% տալ, բայց իրենք հավատում էին եւ շարունակում էին աղոթել։ Եվ այդպես մի տարի ձգվեց, ես անդադ զանգում էի այս հանուն խոսքերը եւ մի օր էլ որոշեցի զանգեմ եւ հիվանդանոց եւ ասեց, դեռ չեմ վճարել։ Եվ մենք ստիպված ես այնպես պիտի վերցնենք։ Ես էլ նույնն ասեցի, որ չէ, 15%-ից ավել չեմ տա։ Եվ ասեցի սպասեք, մնացեք գծի մեջ, ես կապվեմ ապահովագրության հետ։ Երբ որ կապվեցի, եւ այդ մյուս կողմից այդ մարդը ասեց, չէ, մենք ոչ մի հայցել չենք ստացել, նորից ուղարկի։ Դա զարմանալի էր, սրանք էլ զարմացան, ոնց թե մենք ուղարկել ենք, դուք մերժել եք, հիմա ասում եք չենք ստացել, ասեց նորից ուղարկեք։ Եվ եւս մի քանի ամիս անցավ ես զանգեցի, նորից կարծելով, որ ոչ մի փոփոխություն չի լինի, բայց 26 թվականին արդեն հունվարին զանգեցի եւ իրենք ասին, գիտեք, իրանք մասամբ վճարել են եւ մենք փակել ենք այդ հարցը եւ ձեզնից էլ ոչ մի կոպեկ չենք ուզում։ Եվ ես իմ ականջներին չի հավատում։ Ես ասացի, դուք համոզված եք, ասեց այո։ Եվ երկու անգամն էլ այդ 15%-ը նույնիսկ ինձանից չուզեցին, այսքան պարտքը լիովին մարվեց եւ քույրերի իմ հոգեվոր քույրերի ասածը եղավ, այսինքն ես ոչ մի կոպեկ չվճարեցի այդ այցերի համար, իմ համար դա ապշեցուցիչ էր, ես չի հավատում, որտեվ շատ էի բախվել նման հարցերի հետ եւ միշտ ստիպված էի եղել վճարել, բայց այս անգամ քանի որ իրենք աղոթում էին իմ մասին եւ քանի որ ես ուղղակի նստած չէի, իմ չափն էլ անում էի, հրաշք եղավ եւ ես ազատվեցի այդ մեծ պարտքից եւ անչափ շնորհակալ եմ Աստծուն, տեսեք, այս դասը կոչվում է ինչպես պետք է ապրենք միմյանց հետ։ Անչափ շնորհակալ եմ իմ քույրերին, իրենց աղոթքի համար, իրենց հավատքի համար։ Ես չէի հավատում, բայց իրենք հավատում էին։ Եվ հրաշքը եղավ։ Այսքան սրտացավ մենք պիտի լինենք իրար հանդեպ։ Սա ընդամենը մի օրինակ էր։ Բազմաթիվ նման օրինակներ է եղել, երբ որ մենք եկեղեցում աղոթել ենք միմյանց համար եւ բազմաթիվ հրաշքներ են տեղի ունեցել։ Եվ այս ամենից հետո մեր հավատքը ավելի ու ավելի է աճում։ Որն է ամենակարևոր ճշմարտությունը, որը մենք որպես քրիստոնյաներ կարող ենք իմանալ։ Իհարկե դա այն է, որ Հիսուս Քրիստոսը մահացավ մեր մեղքերի համար եւ որ նրա հանդեպ հավատքի միջոցով մենք կարող ենք հավիտենական կյանք ունենալ։ Սա մի ճշմարտություն է, որը մենք երբեք չէինք կարող ինքնուրույն հասկանալ։ Ընդհակառակը, դա մի ճշմարտություն էր, որը պետք է ասվեր կամ բացահայտվեր մեզ, եւ այն բացահայտվել է Աստծո խոսքում։ Կա մեծ քանակի ճշմարտություն, գիտելիք եւ իմաստություն, որը մենք երբեք չէինք իմանա, եթե Աստված մեզ չբացահայտեր իր խոսքում։ Սակայն այս գիտելիքն ու իմաստությունը մեզ չեն տրվել պարզապես որպես գիտելիք, որպես մի բան հենց այնպես իմանալու համար։ Ավելի ճիշտ մենք պետք է մեր սեփական կյանքում ապրենք այս ճշմարտությունը, այս գիտելիքը եւ իմաստությունը, Պողոսացիներ 4 գլուխ 5-6 համարներ։ Իմաստությամբ վարվեցեք դրսեցիների հետ, այսինքն նրանք, ովքեր եկեղեցի չեն գալիս, օգտագործելով ժամանակը, եւ ձեր խոսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպես թե աղով համեմված լինի, որպեսզի դուք իմանաք, թե ինչպես պետք է պատասխան տալ
տակ յուրաքանչյուրին, այսինքն ոչ թե արհամարել դրսի մարդուն, այլ մեծ սիրով վերաբերվել, մեծ սրտացավությամբ, որտեղ մեր բոլորի համար է Հիսուսի արյունը թափվել, մեր բոլորի կյանքը նույն արժեք ունի։ Դժբախտաբար երբեմն մենք քրիստոնյաներս քրիստոնյաների պես չենք վարվում։ Եվ ինչպես Պողոսը նշել է վկայակաչելով Եսայի 52:5-ը, որտեղ Աստված Իսրայել ժողովրդին ասում է, ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ, այսինքն դուք ինձ ճիշտ չեք ներկայացնում, եւ մինչեւ այս օրս էլ նրանք ճիշտ չեն ներկայացնում Աստծուն եւ Աստծո անունը բախարակում է նրանց պատճառով եւ կեղծ քրիստոնյաների պատճառով։ Ու Իսրայելը նույնպես գայթակղար էր անհավատների համար։ Հռոմեացիների 2:24, որտեղ ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է Աստծո անունը։ Շատ կարևոր է, թե ինչպես ենք մենք վերաբերվում ուրիշներին, հատկապես նրանց, ովքեր մեր հավատքին չեն պատկանում։ Տիտոս 2:5 խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպեսզի Աստծո խոսքը եւ վարդապետությունը չանարգվի։ Պետրոս B2:2 եւ շատեր պիտի գնան նրանց անարակությունների հետևից եւ այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի։ Այսինքն երբ որ դու հայտարարում ես, որ դու քրիստոնյա ես, բայց ապրում ես հին ձևով, դու բախարակում ես Աստծո անունը։ Քրիստոնեական ընտանիքը երիտասարդների հավաքվել աղոթքի ոչ թե չարաճճիության համար, բարության պարզ արարքները եւ հանգիստ համբերատար ոգին շատ բան են ասում նրանց, ովքեր հետևում են մեզ, ուշի օշով հետևում են քրիստոնյայի կյանքին, տեսնելու թե արդյոք մենք անկեղծ ենք մեր կոչման մեջ։ Պողոսացիների 4:6 Պողոսը հատկապես կենտրոնանում է մեր խոսքերի վրա, ձեր խոսքը միշտ թող շնորհով, ինչպես աղով համեմված լինի։ Մեր խոսքերը պետք է լինեն ոչ միայն բարի կամ քաղաքավարի, այլև լցված Աստծո շնորհով Սուրբ Հոգու ազդեցությամբ։ Խոսքը շատ ուժ ունի, մեծ ուժ ունի։ Նա այն կարող է սպանել, այն կարող է բուժել, այն կարող է վերականգնել, այն կարող է հույս տալ եւ հուսահատեցնել։ Ուրեմն ինչ է հորդորում Պողոսը, որ մեր խոսքերը հույսի խոսքեր լինեն, որ մեր խոսքերը լինեն մարդկանց փրկության համար։ Ամեն անգամ թարգմանից առաջ ես աղոթում եմ Աստծուն, որ Աստված իր շնորհքը թափի իմ վրա, որպեսզի ես ամեն ինչը ճշգրիտ թարգմանեմ, որպեսզի իրոք այդ մարդկանց խնդիրները լուծվի, այլ ոչ թե հակառակը ավելի վատանա։ Որովհետև ամեն մի շնորհքը Աստծուց է գալի։ Բոլոր այն հաղթանակները, որ լինում է մարդկանց օգնելու մեջ, բոլոր դրանց փառքը պատկանում է Աստծուն։ Եվ մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք մեր կյանքին։ Եվ ես փառք եմ տալի Աստծուն այս գործի համար, որտեղ այն ինձ մեծ դասեր է սովորեցնում։ Եվ իմ համար կապ չունի այն մյուս կողմում ինչ մարդ է, նորից եմ կրկնում, ով է նա, հավատացյալ է, աթեիստ է, ինչ է, նա մարդ է, որ օգնության կարիք ունի, վերջացավ։ Ոչ մի մեծամտություն չպիտի լինի այդ մարդու հանդեպ։ Ոչ մի արհամարանք չպիտի լինի այդ մարդու հանդեպ։ Մենք պիտի սովորենք յուրաքանչյուր մարդու հետ շփվել հարգանքով։ Դա մշակույթ է, դա կուլտուրա է, շփման մշակույթ։ Ասում է, որ համեմված աղով, ի տարբերություն աղի խոսքի աշխարհի սահմանված մեր խոսքերը պետք է լինեն տեղին ու հաճելի նրանց համար, ում դիմում ենք։ Եթե աղը մի քիչ շատ լինի, էլ չես կարող ուտես հացը։ Քիչ լինի անալի է, էլի անհամ է։ Տեղին պիտի լինի, չափը ճիշտ պիտի լինի։ Որպեսզի գիտենաք, թե ինչպես է արժան ձեզնից յուրաքանչյուրին պատասխանել։ Միայն Սուրբ Հոգին կարող է մեզ ճիշտ խոսքեր տալ, ճիշտ ժամանակին, ճիշտ նպատակով եւ պատրաստել ունկնդիրների մտքերին այն ուղերձի համար, որը մենք պետք է կիսվենք,
այստեղ նույնպես օգտագործում է դեի բառը հունարեն։ Վերջում կարդանք Էլեն Ուայթի քրիստոնեական տուն գրքից եւ նաեւ վկայություններ եկեղեցու համար հատոր 3-ից։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ իր վրա անհատական պատասխանատվություն է դրված, կատարելու պարտականությունների իր մասը, ապահովելու ընտանիքի հարմարավետությունը, կարգը եւ կանոնավորությունը։ Ոչ մեկը չպետք է աշխատի մյուսի դեմ, բոլորը պետք է միասնաբար ներգրավեն բարի գործի մեջ, խրախուսելով միմյանց, նրանք պետք է մեղմություն, հանդուրժողականություն եւ համբերություն դրսեւորեն, խոսեն ցածր, հանգիստ տոնով, խուսափելով խառնաշփոթությունից եւ յուրաքանչյուրը պետք է անի իր առավելագույնը թեթևացնելու մոր բեռը։ Ինչու ցածր հանգիստունով, սա վերաբերում է ոչ միայն ընտանիքին, սա ընտանիքից դուրսել է, երբ որ երեխան տունը տենում է կետ, ծեծ, ջարդ, գոռոց, երբ որ նա գնում է դուրս, նույնը անում է իր ընտանիքում, երբ որ ամուսնանում է։ Երբ որ որևէ մի զանգ եմ ստանում, որ մարդը շատ կատաղած է եւ գոռալով է խոսում եւ նույնիսկ վատ խոսքեր է ասում մյուս կողմին, եւ իհարկե մյուս կողմը նույնիսկ առանց թարգմանության հասկանում է ինչ է ասում, որ վատ խոսքեր է ասում, եւ երբ որ տեսնում եմ, որ արդեն չէ, այս մարդը չի հանգստանում, չափ անցնում է, եւ ես խնդրում եմ կլիենտին, ասում եմ, թույլ կտակ ես մի երկու խոսք իրեն ասեմ, եւ ասում եմ, եթե դուք հենց հիմա չդադարեք գոռալուց եւ վատ խոսքեր ասելուց, ես ուղղակի կապը կանջատեմ։ Ասում եմ, դե քուժան, ես քեզ չեմ ասում, բայց դա անցնում է իմ միջոցով եւ իրավունք չունի մյուսին էլ ասել, եւ ես բացատրում եմ դա նրան, դուք իրավունք չունեք մյուսի հետ էլ այդ ձևով խոսալ, եւ այդ բոլորը իմ միջոցով ասում։ Երբ որ գոռում է, իմ սիրտն ուժ է խփում, վատ խոսք ասում, վատ խոսքը սպանում է մարդուն, ոչ միայն նրան, ում որ ուղված է, այլ նաեւ նրան, ում որ ներկա է լսում է այդ խոսքը։ Եվ այս մարդը հանգստանում է եւ սկսում է նորմալ խոսալ։ Եթե դու նորմալ կարող ես խոսալ, ինչի ես գոռում, ինչի ես վատ խոսքեր ասում։ Եվ կարծում են, թե գոռալով, վատ խոսքեր ասելով հարցը կլուծվի երբեք։ Պրոբլեմը միայն ավելի խորանում է դրանից։ Եվ միշտ աշխատանքից առաջ ես աղոթում եմ, որ տոքսիկ մարդկանցից հեռու պահի Աստված։ Եվ խոսակցությունները լինեն միայն պոզիտիվ, եթե պոզիտիվ էլ չլինեն, պոզիտիվ դառնան։ Եվ շատ կարևոր է իմ ներածությունից, երբ որ ես ասում եմ, ես այսօր ձեր հայրեն թարգմանիչը կլինեմ, եւ ասում եմ դասիրով, որ ուրախ եմ դա անելու համար, եւ ասում եմ այնպիսի տոնով, որ այդ մարդը ագրեսիվ էլ տրամադրված լինի, արդեն այդ ագրեսիվությունը մարում է։ Այսինքն, երբ որ մարդիկ ասում են, դե ասեց էլի, այդպես չի, խոսքը եւ ապրեսում է եւ մերցնում է։ Խոսքը կարող է շատ բան փոխել մեր կյանքում, եւ այսօր, որ մեր երկիրը դժբախտության տեղ է, դժողքի պես է, դա առաջինը սկսում է մեր խոսքերից։ Առաջինը մեր մտքերից, որտեղ միտքը դառնում է խոսք, խոսքը դառնում է գործ։ Խոսքը միջանկյալում է։ Եվ շատ կարևոր է, որ մենք հետևենք մեր խոսքերին, աշխատենք մեր վրա, ոչ թե աղջի դու այդքանի գլխանի ես։ Ինչպես են ամուսինները խոսում իրենց կանանց հետ, բռի ձևով, կոպիտ, եսասեր, գոռոց ձևով, կարծես թե իր առջևը ոչ թե մարդ է, այլ ինչ որ մի առարկա է կամ ստրուկ է։ Եվ կանայք էլ վախենում են պատասխանել։ Չի կարելի այդպես։ Դա դժոխք է երեխաների համար։ Չի կարելի։ Եվ այդ երեխաներն դուրս են գալի խեղված մտածելակերպով եւ խեղված հոգեբանությամբ, եւ նույնը կատարվում է իրենց շուրջը։ Երբ որ մենք երեխա ենք ունենում եւ դաստիարակում ենք, բարի լինենք դաստիարակենք այնպես, որ վաղը միսօր այդ երեխաները օգուտ տան շրջապատին, այլ ոչ թե վնաս, որ վաղը միսօր այդ երեխաները եսասեր չլինեն, այլ հարգալից եւ սրտացավ մարդիկ լինեն։
Ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է հասկանա, թե կոնկրետ ինչ դեր է ակնկալում իրենից, որը հարկավոր է կատարել մյուսների հետ միասին։ Բոլորը սկսած 6 տարեկան երեխայից մինչև ավելի մեծ տարիքի անդամները պետք է հասկանան, որ իրենցից պահանջվում է կրել կյանքի բեռի իրենց բաժինը։ Այսինքն չպետք է երեխաներին սարքենք պորտաբույծ։ Երեխան պետք է ունենա պարտականություններ ոչ իր ուժերից վեր, այլ այնպիսի պարտականություններ, որ ինքը կարող է անել եւ որի համար պատասխան պիտի տա, այսինքն պատասխանատու մարդիկ պիտի դաստիարակենք։ Այլ ոչ թե մարդ, որ ասում է դուք բոլորդ պիտի ծառայեք ինձ, բոլորդ ինձ պարտավոր եք, բոլորդ սենց պիտի անեք, բոլորդ մեծ պիտի անեք։ Եվ վերջում կարդանք վկայությունների եկեղեցու համար հատորի 3։ Մենք պետք է թույլ տանք, որ Քրիստոսը մտնի մեր սրտերն ու տները, եթե ցանկանում ենք քայլել լույսի մեջ։ Տունը պետք է լինի այն ամենը, ինչ ենթադրում է այդ բառը։ Այն պետք է լինի փոքրիկ դրախտ երկրի վրա, մի վայր, որտեղ զգացումներն ու հույզերը խնամքով աճեցվում են, այլ ոչ թե միտումնավոր ճնշվում։ Նորից երեխաները նուրբ ծաղիկների պես են, պետք չէ տրորել նրանց։ Մեր երջանկությունը կախված է սիրո, համակրանքի եւ միմյանց հանդեպ անկեղծ քաղաքավարության զարգացումից, եւ դա պիտի լինի երկու կողմից, երկակի, անգլերեն լավ բառ կա mutual։ Չի կարող դա լինել միակողմանի, որովհետև ինչ որ ասում ենք, նման պատասխան էլ պետք է ակնկալենք։ Լավն ենք ցանում, ասում ենք մի խաբվեք։ Եթե դուք չարն եք ցանում, չարնել, եթե դուք արհամարական, գոռոզ, կոպիտ վերաբերմունք եք ցույց տալ այդ կնոջից եւ պահանջում եք իրեն սիրել, ինչպես կարող եք կինը սիրել ձեզ։ Դուք կարող եք սիրել այդ տենց մարդու, որ այդպես է ձեզ վերաբերվում, իհարկե ոչ։ Եվ մարդը ինչ որ ցանում է, այն էլ հնձում է։ Սեր եք ուզում ձեր հանդեպ, սեր ցանեք։ Անկեղծ քաղաքավարություն։ Մենք պետք է անznորած լինենք, միշտ փնտրենք հնարավորություններ ցույց տալու երախտագիտություն այն բարիքի համար, որ ստացել ենք ուրիշներից, մեր ընտանիքի անդամներից է։ Երբ որ ես խնդրում եմ տղային, փոքր տղայիս, որ ասենք թե ջուր տա ինձ կամ մի օգնություն, եւ նա անում է, ես անպայման նրան ասում եմ շնորհակալություն։ Ոչ թե ասում եմ պարտավոր է, չի կարելի այդպես։ Պետք է այս անկեղծ քաղաքավարությունը ընտանիքի մեջ մշակել։ Փնտրենք հնարավորություն բարության քնքուշ գործերով եւ սիրո փոքրիկ արարքներով բարձրացնելու ուրիշներին, մեղմելու եւ թեթևացնելու նրանց վշտերն ու բեռները։ Առաջինը քո ընտանիքի անդամների համար։ Թե չէ մարդիկ կան, իրանց ընկերների համար, իրանց կյանքն էլ կտան, բայց տանը մի հրեշ է։ Եվ երբ որ հետո այդ կինը հանգարց բաժանում եւ ասում է, այ մարդիս ինձ խելոք մարդ էր, այս կնիկը, ես ինչի՞ ա բաժանում։ Դուք այդ մարդուն մի հատ տունը տեսեք, տան վարվելակերպի իր կնոջ եւ երեխաների համար, հանդեպ եւ հետո նոր այդ հարցը տվեք։ Այս մտածված քաղաքավարության գործողությունները, որոնք սկսվում են մեր ընտանիքներում եւ տարածվում ընտանեկան շրջապատից դուրս, նպաստում են լիակատար երջանկությանը։ Երջանկությունը չի գալի շատ ունենալուց, թանգանոց ավտո ունենալուց, թանգանոց տուն, SEN-ի, թանգանոց շորի վրա։ Ոչ, դա գալիս է անկեղծ, սիրալիր քաղաքավարությունից, փոքր բաներից։ Եվ այդպեսին կարելի լինել եւ հարուստ եւ աղքատ ընտանիքներում եւ միջին ընտանիքներում։ Դա կապ չունի փողի հետ, դա բնավորություն է, որ պիտի մշակենք մեր մեջ։ Այս մտածված քաղաքավարության գործողությունները, որոնք սկսվում են մեր ընտանիքներում եւ տարածվում ընտանեկան շրջապատից դուրս, նպաստում են լիակատար երջանկությանը։ Իսկ ահա փոքր բաների անտեսումը նպաստում է կյանքի դառնության ու վշտի հանրագումարին։ Դրա համար այսօր այս կյանքը դառնության ու վշտի համագումար է, որ մենք նայում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Եթե չենք ուզում այդպես լինի, պետք է սկսենք ինքներս մեզանից։ Եթե ամեն մի մարդ
ինքը իրենից պահանջի, որ քաղաքավար լինի մյուսի հանդեպ, այլ ոչ թե քաղաքավարություն պահանջի, բայց ինքը կոպիտ ու կոշտ լինի մյուսի հանդեպ, ապա այս աշխարհը շատ արագ կփոխվի։ Բայց ցավոք Հիսուսը մեզ զգուշացնում է, որ շատ քչերն են ընտրելու նեղ ճամփան, որը սիրո ճամփան է, քաղաքավարության ճամփան է, սիրալիրության ճամփան է, եւ շատերը ընտրելու են լայն ճամփան, որը գոռոզության, եսասիրության ճամփան է։ Թող Աստված օրհնի մեզ, որ մենք այսօր եւ հետագա շաբաթվա բոլոր օրերին քայլենք նեղ ճանապարհով մինչև մեր կյանքի վերջ, որ ինքնագոհ չլինենք, գոռոզ չլինենք, եսասեր չլինենք, այլ բաց աչքերով նայենք մեր բնավորությունը եւ տեսնելով մեր մեղքերը, մեր բնավորության թերությունները, ներողություն խնդրենք Աստծուն եւ խնդրենք իրեն, որ շտկի մեզ եւ ջանք չխնայենք, որպեսզի մեր մեջ մշակենք աստվածահաճո բնավորության գծեր, սեր, ողորմություն, գութ, բարություն, սիրալիրություն, համբերություն եւ այլն։ Թող Աստված օրհնի մեզ այս գործում Աստծո ողորմությամբ մինչև մյուս շաբաթ։